Մնացածն ուր են, թե դու ես սաղ հարցերիս պատասխանը տալու։ Չհասկացա դու ով ես։ Հարցիս պատասխանի, մնացածը ուր են։ Քեզ կոնկրետ ով ա պետք։ Ստյոպը, զանգի ասա թե շուտ գա։ Ես Ստյոպի հետ կապի մեջ չեմ։ Դու ոնց որ ականջներիդ հետ էլ կապի մեջ չես։ Չես լսում։ Ես չգիտեմ դու ով ես։ Ինչի համար ես քեզ սենց պահում, բայց իմից զգուշ խոսա։ Ես ձեր նմաններին 10 մատից պես ճանաչում եմ։ Զանգի շեֆիդ ասաց թե իրան սպասող կա, թող շուտ գա։ Մինչև դրան չտենամ առանց ստենալու չեմ եթալու։ Ես շեֆ չունեմ։ Նես որ գնա քո հարցերը ուրիշ հետ պարզի։ Նոր եկես, հա։ Հələ չես ջոգում ուր ես ընգե։ Ստյոպիկին էլ կասես ուշ թե շուտ բռնելու եմ։ Գարը, նոր մարդ էր եկես Ստյոպին էր հարցնում, ու հաստատ ոչ լավ բանի համար, ես ինչ խառը պատմությունների մեջ եք։ Հանգիստ տեղի նորը բան չկա։ Չա խոսում, ասմա բան չկա, այդ մարդը եկել էր իզնից էր արդեն պատասխան պահանջում, դու ասպես բան չկա, ինչ ա եղել, ինչ ա կատարվում։ Դսի ուղակի Ստյոպի հետևից ընկած են, սա գործու փող են ուզում, ուրիշ պրոբլեմ չկա, դու հանգիստ գործը տարա։ Կարող է գիտես դեբիլ եմ։ Նորո ես կզանգեմ քեզ ապր։ Ալին, բայց գիտես չէ, որ շատ սխալ բան արեցիր։ Հո դու 2 տարեկան երեխա ես, մեծ աղջիկ ես, չի կարելի։ Դե էլիս չդիմացա, կարոտել էի ձեզ։ Ալին, դու պիտի հասկանաս, որ դու բուժում ես ստանում, ու այդ քո կապրիզները հեչ տեղին չեն։ Հիմա կարող են հենց հանեք ինձ վաց գամ։ Լավ, բալես, էլ ոչ մի բան չենք ասի, բայց դու էլ պետք է խոստանաս, որ էլ սրանից հետո տենց բաներ չես անելու։ Մեծ աղջիկ ես, չէ՞։ Դու պետք է հասկանաս, այն ինչ որ արվում է, քո լավի համար է արվում, որ դու շուտ առողջանաս, որ տուն գաս վերջապես։ Լավ, տատ, խոստանում եմ։ Ոնց ես մի մատ երեխան մեզ այս ժամին հիվանդանոց հասցրեց, հա։ Լավ, դե էլիս վերջացրու, հիմա երեխա է, էլ բան մի ասա։ Բարիգուն, Բարիգուն ձեզ։ Ստյոպին ասա թող գա։ Հիմա էլ դուք, հա։ Աղբորպես չսկսես թասի բպայել է, զանգի ասա թող շուտ գա։ Ես Ստյոպին նոր եմ ճանաչում ու չգիտեմ ուրա։ Ձեռ ես առնում։ Ինչ կա ձեռ առնելու, մի հատ նորմալ խոսա։ Ասում եմ նոր եմ ճանաչում Ստյոպին, իր թեմաներից է տեղյակ չեմ, ինչ կար չհասկանալու։ Կամ հենց հիմա ասում ես ուրա, կամ ստե հենց մի թաղում ենք քեզ։ Ձերն է, արա։ Ստյոպին կասես, որ գտնելու ենք իրան, արա։ Գնացինք ստերից։
Էդ, գնամ սուրճ դնամ, կխմես, չէ՞։ Հա, կարելի է։ Որ զանգեցիր նենց վախեցա, ինձ թվում է ճնշումս լավ ընկել է, հաստատ կօգնի։ Ալինա, գոնե քեզ մի քիչ համեստ բայի։ Տես մարդկանց ինչ օրն ես գցել։ Տադ ես ինչ մեղք ունեմ։ Ես ընդհանրապես կարոտել էի դրա համար էի լացում։ Ես ինչ իմանայի, որ բուժքույրը զանգելու է ու ասի, որ ես անհանգստացած եմ ու շուտ գան։ Գնացեք ձեր բարկությունը բուժքույրի վրա թափեք։ Զգացիր չէ, որ իրան հազիվ զսպեց, որ բան չասի։ Հա, զգացի։ Ալին, հիմա լավ ես, չէ՞ բալես։ Տադ ջան, հա։ Ինձ որ մնա ես էլ չեմ էլ գնա։ Այ հիմա ես էլ կբարկանամ դրա վրա։ Այս աղջիկը որոշել է բոլորից վերջը տա։ Չէ, հանգստացեք։ Վա, ինչ լավ է, Ալին։ Կարաս նենց անես, որ հավատամ ասածիդ։ Ես ձեռքս էլ անդա տանում եմ գրպանս ու մոռանում եմ, որ տանն եմ թողել հեռախոսս։ Ինչի։ Եսի Մալինա ջան։ Տենաս ինչ եղավ, որ տես մի անգամից վազելով տնից դուրս եկա ու մոռացա։ Այ դու։ Ալո։ Էլիս, ես դեռ պարկես չեք։ Չէ, ինչի։ Իսկ տատիկը քնած է։ Ինչ ես հարցնում։ Էլիս, հիմա ինչ հարցնեմ, դու էլ ես հարց տալու։ Նոր Ալինային նոր Էդոյի հետ հիվանդանոցից տուն ենք բերել։ Ինչ է եղել։ Հա, լացելա, բժիշկն էլ թույլ տվեց, որ բերենք տուն, առավոտյան էլի կտանենք հիվանդանոց։ Ոնց թե լաց ա եղել։ Դե չգիտեմ, նոր կարոտել էր մեզ։ Բժիշկները ինչքան փորձել են, չեն կարողացել համոզել։ Տենց բերել ենք տուն։ Բա ինչ չէի զանգել։ Դե մտածեցի աշխատանքի ես քեզ չանհանգստացնեմ, Էդոյին զանգեցի, իրար հետ գնացինք եկանք։ Էդո մեր տանն է։ Հա։ Բա ինչի զանգերից չի պատասխանում։ 1000 անգամ զանգել եմ։ Որովհետև հեռախոսը տանն եմ մոռացել նորը։ Բան ա եղել, ձենդ մի տեսակ է։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Նոր, եթե բան ունես ասելու Էդոյին, փոխանցեմ։ Չէ, կարիք չկա, ավելի լավ որ ձեր կողքին է։ Հետո կզանգեմ, լավ։ Դու ուշ կգաս։
Չգիտեմ, էլիս դեռ գործեր ունեմ։ Արետ։ Երողսդ։ Արդեն ուշ է։ Արդեն անջատում էի։ Գիտես, այսօր որոշել եմ մնամ մոտդ։ Մինչև որ քնես։ Որոշել եմ, որ քեզ համար հեքիաթ պիտի պատմեմ։ Ես արդեն մեծ եմ։ Ինչ կապ ունի։ Մեծերի համար հեքիաթներ չի լինում։ Լավ, պատմի։ Շատ սիրուն հեքիաթ եմ պատմելու։ Ալո։ Մագդա հոգենած չէր։ Խանգարեցի։ Չէ, քնած չէի, ոչ էլ խանգարեցիր։ Ինչ որ բան ա եղել, որ այս ժամին զանգել ես։ Որ հիմա քեզ հասցեով ուղարկեմ։ Կգաս իմ հետևից։ Ինչ ա եղել նորը։ Ես քեզ ամեն ինչ կասեմ։ Բայց խոստացի, որ էլ հարցեր չես տալու։ Ես քեզ չէի զանգի, եթե Լավ ես արել, որ զանգել ես, ասա տեսնեմ ինչ ա եղել։ ես հիմա այդքան էլ լավ վիճակում չեմ։ Ու սանց չեմ կարա տուն գնամ։ Ինչ վիճակում բան ա եղել։ Կգաս։ Գալիս եմ արդեն, դու հասցեն ուղարկի։ Նոր ես ինչ ա եղել։ Էս ինչ ա վիճակդ։ Ավտոտ մոտիկ ա Մագդա։ Չեմ ուզում, որ դու ստեղ երկար մնաս։ Հետո ես ինձ վատ եմ զգում, որ դու այս ժամին իմ պատճառով տնից դուրս ես եկել։ Նոր գիտեմ, որ ասել եմ հարցեր չեմ տա։ Բայց կասես, էս ինչ տեղ ա, էս որտեղ ենք։ Ես տեղ եմ աշխատում։ Բայց ես իրոք ինձ վատ եմ զգում, որ քեզ այս ժամին կանչել եմ ստեղ։ Արդեն փոշմանեցի, բայց ուրիշ տարբերակ չունեի։ Եթե ես վիճակով տուն գնեի հաստատ, այնոնք շատ էին վախենալու։ Հետո արդեն իմացա, որ Հալինան մեր տանն է։ Էդոն էլ է մեր տանը, կարճ ասած։ Արի կլինի դու հիմա դրա մասին մի մտածի։ Ճիշտ ես արել, որ ինձ ես զանգել։ Ես ուզում էի Էլիզին ասեի, որ փող անցել Էդոին, բայց հետո հասկացա, որ այս իրավիճակում ավելի լավ, որ մեր տանն է Էդոն, որ մերոնց հետ է։ Նորը դու սենց առնակամ ուզում ես ինձ բացատրես, թե ինչի ես ինձ զանգել։
Քեզ թվում է հիմա ինձ հետ հետաքրքիր է։ Իմ սիրտը հազիվ է դիմանում, որ քեզ այս վիճակում եմ տեսնում։ Ես ուղղակի ինձ վատ եմ զգում։ Դու աղջիկ ես ու ես ստիպել եմ, որ իմ պատճառով գաս տեղ։ Այն էլ մեքենայով։ Բայց ուրիշ տարբերակ չունեի։ Չէ, հիմա Ալինան տեղից վատ վիճակում է։ Հաստատ պետք չի քեզ այս վիճակում տեսնի։ Մենք հիմա կգնանք դեղատուն, դեղեր կառնենք ու Էդո հենց տուն կգնանք։ Մեկը հիմա Էդոն ձեր տանն է, ես էլ բանալի ունեմ։ Լավ։ Մնում է հասկանամ ոնց ենք անելու։ Հասկանալու բան չկա, Ռագդա։ Կգնանք Էդո հենց տուն, ես ինձ կարգի կբերեմ ու կգնամ տուն։ Դու ինձ ուրիշ բան ասա։ Ձերոնք գիտեմ, որ դու այս ժամին տնից դուրս ես եկել։ Դու հիմա դրա մասին մի մտածի։ Ես աննկատ եմ դուրս եկել ու հաստատ ոչ մի խնդիր չեմ ունենա։ Արևին էի պարկացրել։ Ես էլ չեմ հասկացել, հետը քնել եմ։ Հա, ես տեսա։ Ուղղակի չուզեցի արթնացնեմ։ Բայց շատ իզուր պիտի արթնացնեիր։ Արդեն ուշատուն պիտի գնամ։ Այս ժամին։ Դե հա, հո այստեղ չեմ մնալու։ Որ խնդրեմ ինձ համար տաքսի կկանչես, իմ հեռախոսն անջատվել է։ Լանա հիմա շատ ուշ ժամ է։ Ու ոչ մի բան չի լինի, եթե մեր տանը մնաս։ Չէ, անհարմար եմ զգում ինձ։ Հետ ես ինձ անհարմար կզգամ, եթե այս ժամին քեզ տաքսիով ճանապարհեմ։ Բան չկա, այսօր մեր տանը կքնես։ Հենց ցավացնեմ կասես, հա։ Հանգիստ արա, ես կդիմանամ։ Նորը ոնց են սենց բան արել։ Ովքեր են եղել, ես քեզ լուրջ եմ ասում, ես դրանց կսպանեմ։ Մագդա։ Հա, ես հասկանում եմ, որ պետքա շատ հարցեր չտամ։ Բայց ես չգիտեմ բարկությունս ոնց պահեմ։ Էդ իմ մոտ շատ վատ է ստացվում։ Կարելի է ասել, որ ընդհանրապես չի ստացվում։ Մի կերպ զսպի քեզ։ Ու արդեն հերիք է։ Դու կարաս գնաս տուն, մնացածը ես կշարունակեմ, լավ։ Նախ ես կյանքում քեզ սենց մենակ չեմ թողնի։ Ու հետո դու ես քո խոսքերով արդեն ինձ նեղացնում ես։ Ես ինձ վատ եմ զգում։ Բայց դու ինչ ես արել, որ դու քեզ վատ ես զգում։ Հակառակը ես ինձ պետքա վատ զգամ։ Ես առանց երկար բարակ մտածելու զանգեցի քեզ կանչեցի այն այս ժամին։ Երևի զգացել ես, որ հենց ես եմ քեզ պետք։ Չէ, Նորո, ես չեմ ուզում դու մտածես, որ քո զանգից հետո ինչ-որ բան ա փոխվել։ Կամ էլ ես հույսեր կունենամ, որ ինչ-որ բան կփոխվի։ Ես կարամ մոռանամ քո զանգի մասին։ Ես երբեք իրադարձություններից ու բարերից չեմ օգտվում։ Եթե պետքա, ես կգնամ։ Ու նենց կգնամ, որ ասես ոչ մի բան էլ չի եղել։ Ուղղակի հերիք անդադար ասես, որ սխալ ես արել, որ չպետքա զանգեիր։ Հա, մենք մեր սերը չկարողացանք փրկենք ու ոչ էլ ավելին կարողացանք կառուցենք, բայց ամեն դեպքում դու էլ ես մարդ, ես էլ։ Ու ես յուրաքանչյուր պահին իմ մարդկային տեսակը կպահեմ։ Այսինքն ինչ ես ուզում դրանով ասես։
Որ դու ինձ հիմա մենակ չես թողում մենակ նրա համար, որ քո մարդկային տեսակը պահես։ Արշակ, բայց ամեն դեպքում ավելի լավ է ես գնամ։ Ես ինձ անհարմար եմ զգում ու հետո ես մթությունից չեմ վախենում։ Բայց ես չեմ ասում, որ դու վախենում ես։ Ուղղակի ես ավելի հանգիստ կլինեմ, որ ես ուշ ժամին ճանապարհ չգնաս։ Ստեղ կմնաս։ Լավ։ Շնորհակալ եմ շատ ուշադրության համար։ Ուղղակի ոչ բոլորն են քեզ նման վերաբերում սովորական աշխատողներին։ Դու լավ մարդ ես։ Լանա, իմ համար սովորական ու անսովոր մարդիկ չկան։ Մարդը։ Ես էլ եմ այդ ասում։ Երանի բոլորը քեզ նման լինեին։ Կամ գոնե մի քիչ նման։ Բայց մենք ազատ սենյակ ունենք։ Կարող ես այնտեղ մնալ։ Ուղղակի Մագդան քնած է, թե չեք ասի քեզ կօգներ, բայց եթե ինչ-որ բան պակաս լինի, ինձ ասա։ Բայց հաստատ նեղություն չի։ Լանա ջան, ինչ նեղության մասին է խոսքը։ Գնա հանգիստ քնի։ Լավ։ Արշակ, մտածում եմ մեկը արթնացել եմ։ Կարող եմ միջև քնելը թեյ պատրաստեմ, միասին խմենք։ Ինչի՞ չէ որ։ Ես հիմա չեմ սկսելու մեր մասին խոսալ։ Ու չեմ սկսի իմ ու քո զգացածը համեմատել։ Ուղղակի համարի ընկերներիցդ մեկին ես զանգել։ Ես իրոք քեզ որպես ընկեր եմ օգնում։ Ավել ոչ մի բան ոչ պատկերացնում եմ, ոչ էլ ուզում։ Թե մեզ ընկերներ լինելն էլ է արգելված։ Էդոյի շորերից հեսա մի բան կբերեմ, կհագնես։ Ինչ եղավ ցաված։ Ախր քեզ ով է խնդրում սենց կտրուկ շարժվես։ Քեզ թվում է այդ վերքն հենց մշակեցի, որ կարաս շարժվես։ Շողակի ինձ թվաց, որ քո ձեռքում կախարդական փայտիկ կա։ Օխ, որ ծիծաղում եմ ցավում է։ Ես անկախ ամեն ինչից ուզում եմ իմանաս, որ դու շատ կարևոր ես իմ համար։ Լավ է, որ գոնե այդ արգելված չի։ Ոչ մի բան էլ արգելված չի։ Լուրջ։ Ես տենց չեմ մտածում։ Մեզ ամեն ինչ արգելված է նորո։ Ամեն ինչ։ Ու ես վաղուց ընդունել եմ այդ փաստը։ Դրա համար կարաս հանգիստ լինես։ Ես ես տնից կգնամ ու կմոռանամ ինչ եղել է։ Ալին, բալես արդեն ուշ է։ Արի գնանք քնելու։ Վեր կաց։ Տատ նորոյին էլ եմ ուզում տեսնել։ Ալին, նորն ուշ է գալու։ Դու գնա պարկի առավոտյան կտեսնես, հա։ Վեր կաց։ Չեմ հասկանում Էլիզետ, ինչ գործավոր այդքան ուշ գիշերով տուն չի եկել։ Չգիտեմ այդ։ Չգիտեմ, բայց ես էլ եմ անհանգիստ։ Գործը տեղի հասցեն գիտես։ Ոչ մի բան էլ չգիտեմ։ Այս հաքի Էդոյինն է հաստատ չի նեղանա, որ հագնես։
Հա, ես Էդոին կասեմ, որ ստեղ եղել եմ։ Ավելի ճիշտ ինքը կհասկանա։ Բայց չեմ ուզում իմանա, որ կռիվ ա եղել։ Բայց ինչի չես ուզում, որ իմանա։ Մագդա, չեմ ուզում։ Չեմ ուզում ոչ մեկ իմանա։ Դու ինձ խոստացել ես։ Ինչի զարմացար։ Որովհետև վախենում եմ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ լուրջ բան ա եղել ու պատճառն էլ ա լուրջ։ Բա որ այդ մարդիկ նորից առիթ փնտրեն կռիվ անելու ու այս անգամ ավարտը շատ վատը լինի։ Ոչ մի բան էլ չի լինի։ Այ, բայց եթե դու հենց հիմա տուն չգնաս, հաստատ վատ բան կլինի։ Ես դու վախացնելով ես շնորհակալություն հայտնում։ Չէ։ Ես շատ ճիշտ ձևով քեզ շնորհակալություն կհայտնեմ։ Եթե դու հենց հիմա տուն գնաս։ Իսկ եթե հակաճառես ու չգնաս, ստիպված եմ լինելու այս վնասված ուսով քեզ գրկեմ ու իջացնեմ նստացնեմ քո մեքենան։ Գրկած։ Ու ճանապարհի մի քանի անգամ գցելով։ Իսկ քեզ ասել եմ, որ դու շատ կնամեծար ես։ Այդ ո՞րն է։ Ջենտլմենը։ Հա։ Չէ, այտենց առիթ չի եղել։ Դե լավ ա, որ գոնե չեն խաբել։ Մագդա, դու գիտես, որ այս ժամին սկյուրիկները քնած են լինում։ Դու հաստատ լավ ես։ Հա, հաստատ լավ եմ, ամեն ինչ լավ է։ Բայց դու հիմա պետք է տուն գնաս։ Ես էլ գնամ փոխվեմ ու գնամ տուն։ Լավ։ Բայց վարելուց զուր կլինես։ Չէ, նորո արի իրար հետ դուրս գանք։ Եթե ես մենակ գնամ անհանգիստ եմ լինելու ու հաստատ հանգիստ չեմ վարի։ Դու հատուկ ես չես ասած խոսում։ Հատուկ ես չէ անում։ Մինչև հետս դուրս չգաս, ես չեմ գնալու։ Գնա փոխվի։ Դու գիտես, որ շատ ուժեղ ես։ Շատ։ Ամբողջ գիշեր աչք չեմ փակել։ Աչքս դռանն էր։ Ես էլ։ Ոչ եկա, ոչ էլ զանգրից պատասխանեց։ Մենակ Էլիզին գրել է, որ լավ է, նորմալ է ամեն ինչ։ Բայց դե ինչն է նորմալ, որ տուն չի եկել, չգիտեմ։ Չգիտեմ, Էդո ջան։ Չգիտեմ, բայց շատ անհանգիստ եմ։ Ես կբացեմ, նորոն է հաստատ։ Բարի լույս։ Բարի լույս։ Եկել եմ, որ Ալինային հիվանդանոց ստանենք։ Գոնե այսօր տեսնեմ երախուն։ Ոնց էլ արթնացել ես այս ժամին։ Բա խոստացել էի։ Էլիս տատին ուր է։ Սենյակում է։ Ինչ ա եղել։ Հաս։ Նորոն ամբողջ գիշեր տուն չի եկել ու չգիտենք ուր է։ Ոնց, այսինքն տանը չի գիշերել։ Չէ։ Զանգում եմ չի պատասխանում։ Մենակ գրելա, որ ինքը լավ է ու մենք չանհանգստանանք։ Բայց ուր ա եղել, ինչի տուն չի եկել։ Ուրիշ ոչ մի բան չգիտենք, հաս։ Էդոյի հետ խոսել ես։ Տեղյակ չի։ Էդոն գիշերը մեր տանն է մնացել։ Ինչ։ Տեսավ վատ ենք,
Չուզեց մեզ այդ իրավիճակում թողնի գնա։ Դե բան չեմ ասում, բայց պետք է հասկանանք ուր անորոն, հոբան չի եղել, բավոն ինչ-որ բան եղած լինի։ Ֆլավելի հաս, առանց դա էլ վախեցած եմ։ Արի։ Այ քեզ բան։ Ալինան հեսա կարտնանա, բայց նորոն հլը տուն չի եկել։ Ինչ ենք ասելու այդ երեխուն։ Կարողա ոստիկանություն դիմենք, հոսենց չենք նստելու սպասենք, կարողա ինչ-որ բան է եղել։ Լավ էլի հասո։ Նորոն Էլիզին մի անգամ գրել է։ Եթե ինչ-որ բան եղած լիներ, չէր կարանա, չէ գրեր։ Տղեն աշխատում է, նորմալ է, էլի, մի խառնվեք իրար։ Դե հա կարողա գրելա, որ չհասկանանք, կամ չգիտեմ, իրա տեղի ինչ-որ մեկն է գրել, որ մեզ շեղի։ Լավ էլի հասո։ Կարողան հենց անես տատին հիմա ստեղ վատանա։ Ոնց որ շատ ես, հա տենց կինոներ նայում։ Տատին արդեն վատ է։ Ու եթե նորոն կես ժամից տուն չեկավ, ես ինքս եմ զանգելու ոստիկանություն։ Նորոն տանն է, ոչ մեկի պետք չի զանգել։ Վայ բալես։ Այս ինչ է եղել։ Տատ, ամեն ինչ նորմալ է։ Աշխատանքի տեղը դեպք է եղել, պետք չի խառնվել իրար։ Ամեն ինչ նորմալ է։ Հետո ես Էլիզին գրել էի, չէ, ասել էի, որ խառնեմ, տուն չեմ կարանալու գամ, որ տեղյակ լինեք։ Նորից կարողա ուրիշ բան է եղել, չես ասում։ Այսինքն, աս։ Նորո, այս ինչ աշխատանք ես գտել։ Հերիք չի գիշերներ տուն չես գալիս, մի հատ էլ վնասված ես գալիս։ Էլիս, դուք շատ եք ես մենակ։ Կլինի հերթով հարցեր տակ, ես էլ պատասխանեմ։ Վայ, ամեն ինչ նորմալ է։ Ժողովուրդ լավ, մի րոպե էլի։ Կարևորը նորոն եկել է տուն, ամեն ինչ նորմալ է։ Նորոս մի հատ իրար հետ դուրս գնանք, հա։ Խնդրեմ, դուրս եկան առանձին խոսան, որ չլսենք։ Իբր մենք էլ չենք հասկանում։ Վայ, կարևորը տուն է եկել։ Ասում ես հետդ ինչ ա եղել, ուր էիր։ Քո տանն է հետ։ Հա, այդ արդեն հասկացա։ Ես ոնց որ սիրածս հուդին ես, հա, հակե։ Այս ինչ աչք ունես, ոնց էլ հասկացար։ Հա, այդ այսօր ծանր օր էր, շատ կեղտոտ գործ էր։ Վերջացրեցի փոշոտ էի, կեղտոտ էի, տենց չէի ուզում տուն գայի։ Դրա համար որոշեցի քո տուն գնամ։ Յոգացա ինձ կարգի բերեցի։ Քո հուդին էլ մի մտածի, անպայման քեզ հետ գտամ։ Հա, լավ ես արել։ Բայց որ մի բերան ինձ է ասեր, ես է կգայի հետդ։ Դե չէի ուզում, որ մերոնք մենակ մնային։ Հաստատ ուրիշ բան չի եղել։ Չէ, այդ ինչ պետք է լինի։ Ինչ իմանամ, ախպեր։ Շատ անհասկանալի ժամերին է գործը սկսվում վերջանում, ինչ իմանամ։ Լավ էլի այդ։ Մի սկսի, սովորական գործ է։ Ես ուղղակի ասեցի քեզ զգուշացնել, որ հանկարծ չմտածես, որ դու մտ ուրիշ մարդ մտե գողություն են արել կամ ինչ-որ բան։ Իմ մտքով ինչ անցնի, որ տենալու ես մի անգամից հիշես, որ քո հուդին է։ Տունս է հաստատ ավիրել ես, չէ։ Մի ակուրատի մարդ էլ խոսեր։ Լավ, արի գնանք տուն։ Ալինային կալոտել եմ, չեմ համբերում։ Արի։ Սպասի, նորո, սպասի։ Մի խոսքով ընկերոջը ճիշտը չես ասում։
Ինչ ես խոսում այդ։ Սկզբի համար ուզում եմ հասկանամ, եթե տանս բանալին ինձ ես տվել, ոնց ես դուրը բացել։ Այդ ասա, հետո մնացածը կշարունակենք։